Փաշինյանն ասում է, որ եթե ուզում ես, որ աշխատանքը ինքը քեզ փնտրի, քեզ պետք է ընդամենը 3 բան. կրթություն, կրթություն եւ կրթություն։ Իհարկե շատ բանով չի տարբերվում նրանից, թե ինչ էր ասում ժամանակին Վլադիմիր Իլիչ Լենինը. «Учиться, учиться и учиться»։ Ված չի ասված։ Բայց բանն այն է, որ տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը OECD-ն, որը բաղկացած է 38 ամենաառաջադեմ երկրներից, 3 տարին մեկ ամբողջ աշխարհում անցկացնում է ուսանողների գնահատման մի ծրագիր, ուսումնասիրություն, չափելով նրանց հմտությունները տարբեր բնագավառներում 15 տարեկաների շրջանում։ Եվ ահա Հայաստանում առաջին անգամ այդ ուսումնասիրությունները անցկացվել են, 2 ուսումնասիրություն է անցկացվել, մեկը 2018 թվականին, մեկը 2022 թվականին, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում։ Եվ ահա պարզվում է, որ այդ տարիների ընթացքում ուսանողների հմտությունները անկում են գրանցել բոլոր ուղղություններով՝ կարդալու, մաթեմատիկայի եւ գիտական հմտությունները։ Միջին հաշվով 6%։ Ուրիշ էլ ինչ էր կարելի սպասել մի երկրից, որի ղեկավարը կրթվել է նորաձևը ապօրինի ընտրարշավ է կազմակերպում, չունենալով ինքը որևէ լուրջ կրթություն, ավելին, որը կառավարության նիստում խոստովանում է ամբողջ ազգի առաջ, որ 7 տարվա մեջ բան չի սովորել, մնացել է առաջին դասարանում։ Այդ ոնց եղավ, Փաշինյան, որ այս աշխատանքը եկավ ու գտավ քեզ։